Վերջին տասնամյակում ապարանի ջրամբարն այսպիսի լցվածություն չի ունեցել։ Ջրի տակն է անցել անգամ ափին մոտ այս տնակը։ Խոսենք թվերով, եթե 2025-ին ջրի ծավալը 45.98 միլիոն խորանարդ մետր էր, ապա այս տարի գրեթե կրկնակի ավելի է, հունիսի 8-ի դրությամբ 87.27 միլիոն խորանարդ մետր, իսկ պատճառը ձմեռվանից մինչև այսօր շարունակվող առատ տեղումներն են։ Դեկտեմբեր ամսից սկսած գրեթե բոլոր ամիսներին տեղումների քանակը նորմալից բարձր էր, եւ մենք ունեցանք պատմական մարտ ամիս, որը ամենատեղումն առատն էր 1935 թվականից, այդ ամենը իր կնիքը թողեց հանրապետության ջրային ռեսուրսների վրա։ Ապարանի ջրամբարը շահագործումից ի վեր 1965 թվականից ամբողջությամբ լցվել է միայն 8 անգամ, սա 9-րդն է։ Նախորդ ամենաբարձր ցուցանիշին ջրի ծավալը հասել էր 2019-ին, լցվել էր ջրամբարի մոտ 70%-ը։ Հանրապետության մյուս խոշոր ջրամբարներում էլ է պատկերն այսպիսին։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը դիտարկում է 5 խոշոր ջրամբարները՝ Ախուրյան, Արփիլիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ։ Այսօրվա դրությամբ բացառությամբ Արփիլիճ ջրամբարի բոլոր ջրամբարները 100%-ով լցված են։ Ջրամբարների այսչափ լցվածության ազդեցությունն առաջինը հող մշակողները կզգան։ Ջրամատակարարումն առավել կայուն ու կանխատեսելի կկազմակերպվի, ասում են ջրային կոմիտեից։ Բացի այդ, բավարար պաշարները թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը եղմեղմել հնարավոր կլիմայական եւ հիդրոլոգիական անբարենպաստ պայմանների ազդեցությունը։ Բայց սա էլ ոռոգման սեզոնի խնդիրներն ամբողջությամբ չի լուծի։ Մենք ունենք խոշոր պոմպակայաններ, որոնք գիտենք դեռևս Սովետ միությունից ստացած ժառանգությունը, չնայած յուրաքանչյուր տարի կառավարության կողմից իրականացվում է հսկայածավալ աշխատանքներ, բայց հնարավոր է, որ հոսանքի տատանման եւ հողակաշարի մաշվածության պատճառով հնարավոր լինի որևէ վթար։ Ջրի կորուստը մեծ է, տարբեր բնակավայրերում տարբեր, բայց միջինացված ջրի կորուստը շուրջ 45% է։ Մեր հիմնական ջրամատակարարումը իրականացվում է մայր եւ երկրորդային ջրանցքների միջոցով մինչեւ գյուղացիական տնտեսություններին հասնելը 16000 կիլոմետր մայր եւ երկրորդային ջրանցքներ ունենք, որոնցում բաց հունով են եւ որոնցում ջրակորուստները բնականաբար շատ կլինեն։ Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա դրա մակարդակը հունիսի 8-ից 14-ը բարձրացել է 7 սանտիմետրով եւ կազմել 1900.68 մետր։ Դեռևս նախորդ տարվա համեմատ ցածր է, բայց այդ ցածր տարբերությունը 5 սանտիմետրով ցածր է, այդ տարբերությունը աստիճանաբար ըստ կանխատեսումների կփոքրանա եւ նույնիսկ հունիսի 3-րդ տասնօրյակի վերջ, հուլիսի սկիզբ արդեն դրական տենդենս կունենանք։ Այս տարի դեռ Սևանից ջրի բաց թողում չի եղել, ջրային կոմիտեից նշում են, ինչքան շատ լինի Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ռեսուրսներն, այնքան քիչ ծանրաբեռնվածություն կընկնի Սևանա լճի վրա։ Վերադառնալով Ապարանի ջրամբարին, հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից նշում են։ Արագած բարձր լեռնային կայանը, որը գտնվում է 3229 մետր բարձրության վրա, ունենք 1 մետր 63 սանտիմետր ձյուն, ինչը մոտ 1-ից 1.5 մետրով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Այսինքն առաջիկայում էլ ձնհալը կշարունակվի եւ գուցե կրկին մեծացնի ջրի ծավալը, սակայն ինչքան էլ առատ լինի ջուրը, այն աննկատ չի դարձնում ջրամբարի շուրջ մարդկանց թողած աղբը։ Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։